Մեր մոտ մշտապես ուսումնասիրություններ են իրականացվում, առանձնահատուկ ուսումնասիրություններ չկան, լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացնում պետական գնումների ոլորտում, իհարկե ուշադրության կենտրոնում են այն ոլորտները, այն շուկաները, որտեղ կան խոշոր ընկերություններ, դրանք մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում եւ իհարկե բոլոր այն խնդիրները, որոնք հասարակական հնչեղություն են ստանում եւ մտահոգում են սպառողներին։ Պարոն Շաբյան, բայց ձեր ուսումնասիրությունները սովորաբար մարդկանց մոտ վստահություն չեն առաջացնում, որովհետև հերքվում են շատ տնտեսագետների կողմից, ասում են, որ անվստահելի է իրենց ուսուցումները։ Դա ձեր կարծիքն է եւ խնդրում եմ ընդհանրական մեկնաբանություններ չկատարել։ Մեր ուսումնասիրության արդյունքները հրապարակային են, տեղադրվում են կայքեջում եւ այն խնդիրները, որոնք բացահայտվում են ուսումնասիրության արդյունքներում, բոլոր այդ խնդիրներով մենք հետեւողական ենք, վարույթներ են հարուցվում, պատասխանատվության միջոցներ են կիրառվում, եթե անգամ այդ խնդիրները չեն գտնվում հանձնաժողովի տեսադաշտում, ապա հանձնաժողովը բոլոր բացահայտված խնդիրները ուղարկում է համապատասխան պետական մարմինների ուսումնասիրություններ արել։ Այո։ Եվ ինչ եք բարձել։ Ուսումնասիրությունները այս պայն ընթացքի մեջ են գտնվում։ Պարոն Շաբյան, անցած շաբաթ չասեցիք այնուամենայնիվ բենզինի ինչու է Ռուսաստանը մոտ 2 անգամ էժան Հայաստանից եւ Վրաստանում էլ էժան Հայաստանից։ Կարող է այս շաբաթ ասեք։ Ռուսաստանի հետ կապված ես չեմ կարող մեկնաբանություններ կատարել, որովհետեւ մենք հայկական ընկերությունները ռուսական ընկերություններից են ձեռք բերում բենզին, նշեցի եւ կոնկրետ փաստաթղթերը հստակ կան, ներկայացված են մեր հանձնաժողովին, իսկ ներքին շուկայում ինչպիսին են գները, ռուսական, թողեք ավարտեմ, ես չեմ կարող մեկնաբանել Ռուսաստանի կառավարության քաղաքականությունը իրենց ներքին շուկայում վարվող գների վերաբերյալ Ինչ գներով է Ռոսնեֆտը վաճառում բենզինը ֆրեշին եւ CPS-ին։ Այդ տեղեկատվությունը կարող ենք տրամադրել, այս բան պատրաստ չեմ այդ տեղեկատվությունը ներկայացնեմ, ըստ ամիսների տարբերվում է, կոնկրետ պետք է կոնկրետացնենք որ տեղեկատվությունը, դիմեք մեր հանձնաժողովին, 1-2 օրյա ժամկետում այդ տեղեկատվությունը մենք ձեզ տրամադրենք։ Հարկային քաղաքականության հետևանք հարկերը բարձր են եւ ներմուծողները բավական լուրջ հարկեր են վճարում, դրա համար է Հայաստանում ավելի Իհարկե հարկերը իրենց նշանակությունը եւ էական ազդեցությունը թողում են գնագոյացման գործընթացի վրա։ Ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարակշիռը կազմում է 8%, այսինքն բավականին փոքր է եւ դա պայմանավորված է նրանով, որ մենք ռուսական շուկայից ենք ձեռք բերում, հենց թեկուզ Ռուսաստանում հարկերը բավականին մեծ կշիռ ունեն բենզինի գնի մեջ, բացի այդ տեղափոխման ծախսեր են կատարվում եւ այնուհետեւ մեր երկրում նույնպես բենզինը մեծ չափով հարկվում է եւ հարկերը մեծ տեսակարակշիռ ունեն, որը բնականաբար իր ազդեցությունն է թողում գների մակարդակի վրա։ Պարոն Շաբոյան, Լավ, Ժողովուրդ ջան, եթե չկան այլ հարցեր, մի հարց իսկ բանանի հետ կապված նույնպես դա գները շատ ավելի թանկ են, գրեթե 3 Չոքիա, չէ։ ես կարող եմ մենք մի քանի անգամ ուսումնասիրություններ իրականացրել ենք, այս պահին էլ ենք ուսումնասիրություններ կատարում, կարող եմ միայն հետևյալն ասել, որ մուտքի խոչընդոտներ այդ շուկայում չկան, մրցակցության սահմանափակումներ չկան եւ եթե կլինեն տնտեսվարողներ, որոնք ձեր ասած տվյալներով կարող են ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա ամբողջությամբ դա կարող են իրականացնել։ Ես չեմ կարող բոլոր տնտեսվարողների նպատակը շահույթի մաքսիմալացումն է հանդիսանում եւ ես մեզ բացարձակապես չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի կամ նրանց հետ փոխկապակցված անձանց ընդհանրապես կարգավիճակը, դա բացարձակապես մեզ չի հետաքրքրում եւ ես չեմ կարող ասել թե որ ընկերության սեփականատերը կամ նրա փոխկապակցված անձը ով է հանդիսանում, մենք գործ ունենք միայն ընկերությունների հետ եւ կարող եմ ասել, որ մեծ ծավալներով ներկրում է իրականացնում Catering Group ընկերությունը եւ թե կլինեն տնտեսվարողներ, որ կարող են ավելի էժան բանան ներկրել
այլ երկրներից, ապա ես վստահեցնում եմ, որ դա կարող են անել։ Պարոն Շաբան, Այնուհանդերձ, եթե խնդիրների կհանդիպեն, ապա թող մի դիմեն հարց մեզ։ ձեզ չի մտահոգում այն հանգամանքը, որ անցած տարիների ընթացքում այդպես էլ այլ տնտեսվարող չի մտել այդ շուկա եւ չի ներկրում, ինչի հետևանքով բանանի գինը մի քանի անգամ թանկ է Երևանում, քան օրինակ Մոսկվայում։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, չի կարելի այդպիսի ընդհանրական ուրեմն եզրահանգումներ կատարել, պետք է կոնկրետ խոսենք, թե որ ժամանակահատվածում, որովհետև բանանը սեզոնային ապրանք է հանդիսանում եւ տարվա ընթացքում կտրուկ տատանվում են ժամկետային ապրանք է հանդիսանում, շուտ փչացող։ Նկատի ունեմ, այստեղ համեմատություններ կատարելիս պետք է զգույշ լինենք, նկատի ունենանք, որ երկիրը, որ քաղաքը, որ ժամանակահատվածում, խոսքը մեծացած թե մանրացած գներին է վերաբերվում, որ խանութներն, երբ որ կոնկրետ առարկայական համատություն կատարեք, այդ ժամանակ կարող ենք մենք քննարկել, բայց ուզում եմ կրկին նորից նշել, մեր խնդիրը ուսումնասիրել, տեսնել շուկաները մուտքի խոչընդոտներ կան, թե ոչ։ Մեր ուսումնասիրություններով մուտքի խոչընդոտներ չկան։ Այնուհանդերձ, եթե կլինեն տնտեսվարողներ, որ ցանկանան, թողեք ավարտեմ, ցանկանան ապրանք, բանան ներմուծել Հայաստանի Հանրապետություն, կհանդիպեն խոչընդոտները, ապա թող դիմեն Պարոն մեզ։ Շաբոյան, իսկ ինչ կարելի է Շնորհակալություն, կանխատեսել Կանխատեսումներով մենք չենք զբաղվում։ Իսկ որն է պատճառը, որ միայն երկու ընկերությունների ներկրումով